Ընտրությունները գալիս ու գնում են, քաղաքական գործիչները հաղթում են, պարտվում են, կուսակցությունները փոխվում են, բայց մենք մնում ենք նույնը ու ապրում ենք իրար կողքի, նույն քաղաքում, քայլում ենք նույն փողոցներով ու իրար հետ ամեն օր կիսում կենցաղ փոխհարաբերություններ։ Իհարկե նախընտրական շրջանում շատերիս փոխհարաբերությունները իրար հետ լարվում է, մեկ-մեկ զարմանում ենք, որ մեր ընկերները մեզանից կատեգորիկ տարբերվող աշխարհայացք են ունենում, էլ չեմ ասում, որ ընտանիքի անդամների ներսում քիչ մնա մարդիկ իրար դանակահարեն։ Պետք է հասկանալ, որ տարբեր մարդիկ գնում են ընտրության ելնելով ոչ միայն իրենց ինտելեկտուալ հնարավորությունից, աշխարհայացքից, այլ նաև իրենց վախերից, իրենց կյանքի կենսափորձից, իրենց բնավորության ուժեղ եւ թույլ կողմերից ելնելով, իրենց հույսերից, իրենց պատկերացումներից ելնելով, որոնք այնքան անհատական են ու այնքան սուբյեկտիվ են, որ երբեմն ուղղակի ռացիոնալ քննադատության ենթակա չեն։ Իհարկե կարելի է չհամաձայնել, իհարկե կարելի է վիճել, բանավիճել, երբեմն թեժ բանավիճել, բայց այն պահին, երբ որ մենք սկսում ենք իրար ատել, իրար պիտակավորել, ես երբեմն կոմենտներում հայերի կողմից հայերի հանդեպ այն աշճան ատելության խոսք եմ կարդում, որ չեմ հավատում ուղղակի, այդ պահին, երբ որ մենք այդ աշճան բոլորս իրար ատում ենք, էլ կարևոր չի, որ կուսակցությունն է հաղթում իմ համար, մենք բոլորս իմ համար այդ պահին պարտվում ենք։ Ուղղակի եկել եմ ձեզ հիշեցնեմ, որ երկիրը դա ոչ իշխանությունն է, ոչ ընդդիմությունն է, ոչ որևէ քաղաքական գործիչ է, երկիրը մենք ենք, մարդիկ, ովքեր այստեղ ամեն օր միասին կիսում են առօրյա։ Ամփոփելով ուզում եմ ասեմ, ես չեմ ատում ներկայիս իշխանություններին ընտրող որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Ես չեմ ատում ընդդիմադիր ուժերին ընտրող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու։ Ես չեմ ատում ցանկացած այլ ուժի ընտրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Ես չեմ ատում բռնի տեղահանված արցախահայերին։ Ես չեմ ատում Սփյուռքի մեր հայությանը, առավել եւս չեմ ատում ռուսաստանաբնակ մեր հայերին։ Եվ սա այն արժեքն է, որին ես մնալու եմ հավատարիմ մինչև ընտրությունները, ընտրությունների ընթացքում եւ ընտրություններից հետո։